Ռուսաստանից մերժված հայկական գյուղմթերքը այլ շուկաներում վաճառելու հնարավորություն ունենք։ Դրսի առևտրային ցանցերից այս փուլում սկսել են ակտիվ հարցումներ գալ։ Ինչ ապրանքից ինչքան կարող ենք արտահանել պոտենցիալ նոր գնորդների հետ նախնական բանակցությունների մասին են հայտարարում Հայաստանի ներդրումային խորհրդից։ Օրինակ Carrefour-ից են դիմել, Bill-ից են դիմել, Max-Market-ից են դիմել, այս դիմումները հիմնականում գալիս են դեսպանատների միջոցով, առևտրային կցորդների միջոցով եւ հիմնական հարցը ինչ տալիս են, իրենք ճունեն մի կատալոգի նման մի տեղ, որտեղ տեսնեն, թե ինչ ծավալ ով կարող է երբ արտահանել։ Պատկերն ամբողջացնելու նպատակով կառույցն իր էջում հարցում է սկսել տնտեսվարողներին առաջարկելով լրացնել ով են, ինչ են աճեցնում, ինչքան բերք եւ երբ կարող են վաճառել։ Շուկայում հիմա բոլորն անհանգստացած են խնդրով, այնպես որ ով տեղեկացել է, շտապել են լրացնել տվյալներն, ասում է IC Armenia-ի ղեկավարը։ Ընդհանուր առմամբ մոտ 5-6 ժամ է ինչ ակտիվ է այս հարցումը, արդեն 90 տնտեսվարող լրացրել են իրենց տվյալները եւ լրացում են այն տրամաբանությամբ, թե ինչ ծավալ ունեն, որ պատրաստ են արտահանում կազմակերպել։ Հավաքագրվող տվյալների շարքում հատուկ նշել են նաև Եվրամիությունում պահանջվող սերտիֆիկատների առկայությունը, որ պարզ լինի, որ ապրանքն է հնարավոր անմիջապես արտահանել եւ ինչը հայ արտադրողը դեռ պետք է համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին։ Պատկերը վատը չէ, ցույց է տալիս Հովսեփ Պատվականյանը։ ԵՄ ստանդարտներին համապատասխանող արտադրանք հարցվածներից մոտ 53% ունեն։ Հարցերի հաջորդ խումբը բացահայտում է ագրոպարենային մեր արտադրանքի կախվածությունը ռուսական շուկայից։ Հիմնականը ոնց տեսնում եք Ռուսաստան են արտահանում այս պայդությամբ, բայց որ նայում ենք, թե որ երկրներ կցանկանայինք արտահանել, ԵՄ, ծոցի երկրներ, արաբական երկրներ, Եվրամիություն։ Բերքը ոչ միայն հիմա, այլև հետագա ամիսներին Ռուսաստանում վաճառելու հույսը կորցրած մարդիկ նշել են մինչև անգամ նոյեմբերին սպասելիք իրենց մթերքի ծավալները։ Քանակ եւ որ արտասահմանյան առևտրային ցանցերի հետ երկարաժամկետ համագործակցության համար շատ կարեւոր է, առաջարկի համար արդեն հիմա հստակ գին։ Ծիրան-հունիս-հուլիս 1000 տոննա, օգոստոս-նոյեմբեր խաղող 800 տոննա, 760,000 ծաղիկ հունիս-օգոստոս ամիսներին։ Մենք ունենք այստեղ նաև ջերմոց, որ օրինակ մի քանի միլիոնի մասին այն նույնիսկ խոսում ամենախոշորներից մեկը։ Գյուղ ոլորտին պոտենցիալ գնորդների հետ կապող հարցաթերթիկը կառույցը նաև էկոնոմիկայի նախարարությանն է փոխանցել, որ տրամադրեն այգետերերին, ջերմոցատերերին։ Էկրանին երևացող այս QR-ը սկանավորելով էլ աղյուսակը կբացի, կարող եք լրացնել տվյալները։ Դրանք պարբերաբար ամփոփելու են եւ լոլիկ, ծաղիկ, ծիրան տոննաները գումարած փոխանցեն հնարավոր գնորդներին։ Նոր ուղղություններով արտահանման մշակած մեխանիզմն են ներկայացնում IC Armenia-ում։ Մենք առաջին ամփոփումը կանենք 3-շաբթի օրը, կտրամադրենք արկա տվյալները, բայց հարցումը ընդհանուր բաց ենք մենք թողելու, որ ամեն պահ տնտեսվարողները հնարավորություն ունեն այդ ամենը լրացնելու։ Բիզնեսին իհարկե ձեռնտու է ռուսական շուկան, լոգիստիկան վաղուց մշակված էր, լավ շահույթ էին ստանում, բայց եթե չեն ընդունում, պետք է հարմարվենք խաղի նոր կանոններին։ Վերջապես նաև առևտրի աշխարհում ունեցած մեր կապերն օգտագործենք։ Հայտնի դեմքեր ունենք Եվրոպաներում, թվարկում է Պատվականյանը։ Շվեդիայում խոշոր դիստրիբյուտորներից մեկը հայազգի է, Չեխիայում նույնպես հայազգի դիստրիբյուտոր կա շատ խոշոր, Հունաստանում։ Մենք այս մարդկանց պոտենցիալը երբեք չենք օգտագործել ամբողջությամբ։ Դժվար այս փուլը հաղթահարել մեր ֆերմերներին Եվրոպայի հայերը սկսել են քաջալերել սոցցանցային ֆոտոներով։ Հայկական ելակը հասավ Գերմանիայի սուպերմարկետ։ Max-Market-ի Նիդերլանդների ցանցում չրեր, քաղցր սուջուխ են վաճառում։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։